Էներգետիկ ըմպելիքների վտանգները։ Այսօր այնքան հոգնած եմ, գիշերն ուշ եմ քնել, դեռ պետք է գնամ պարապմունքի, ու լիքը տնայիններ, էներգիա չունեմ։ Աչքիս մեր դասանի Արկադիի և Լյովի նման պետք է մի քանի հատ էներգետիկներ առնեմ ու խմեմ, որ էներգիա ստանամ։ Ասում են լավ օգնում է։ Չէ, ես լսել եմ, որ դեռահասներին չի կարելի։ Մեջը կոֆեինի քանակը շատ է։ Շատ երկրներ կան, որտեղ նույնիսկ արգելված է վաճառքը դեռահասներին։ Լսել եմ, որ մեր մոտ էլ պետք է արգելեն։ Չէ հա, դեռ ամեն տեղ էլ վաճառվում է։ Ընկերներից մի մասը մշտապես առնում և օգտագործում է։ Մի անգամ ես էլ փորձեցի, դուրեկան բան էր։ Բա կոֆեինը սուրճի մեջ ավելի շատ չի։ Եկեք միասին հասկանանք, ինչ է էներգետիկ ըմպելիքը և ինչ ազդեցություն է թողնում մեր օրգանիզմի վրա։ Էներգետիկները կոֆեին, ավելացված շաքար և նյութափոխանակության վրա ազդող տարբեր նյութեր պարունակող ըմպելիքներ են, որոնք օգտագործվում են երիտասարդների կողմից թարմանալու և էներգիա ստանալու նպատակով։ Էներգետիկների մեջ պարունակվող կոֆեինը շատ արագ է ազդում, ակտիվացնելով ուղեղի և սրտի աշխատանքը, ինչի շնորհիվ մենք դառնում ենք ավելի առույգ և ակտիվ։ Սակայն այդ ազդեցությունը կարճատև է և ցանկություն է առաջանում ընդունել խմիչքի նոր չափաբաժինը։ Կոֆեինի բարձր պարունակության պատճառով էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը պոտենցիալ վնասակար է, հատկապես երեխաների և հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Մեծ քանակների դեպքում էներգետիկները առաջացնում են հաճախասրտություն, արյան ճնշման բարձրացում, անհանգստություն, գրգռվածություն, անքնություն, գլխացավ, ջրազրկում, այլ խանգարումներ, ընդհուպ մինչև սրտի ռիթմի ծանր խանգարում։ Էներգետիկների մյուս բաղադրիչների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա հակասական է և դեռ լավ ուսումնասիրված չէ։ Էներգետիկ ըմպելիքների հազվադեպ և փոքր քանակով օգտագործումը վտանգավոր չէ, սակայն պետք է իմանալ, որ էներգետիկ ըմպելիքներն առաջացնում են կախվածություն։ Նաև էներգետիկներ կանոնավոր օգտագործողների մոտ ավելի բարձր է այլ հոգեմետ նյութեր օգտագործելու ռիսկը։ Մասնագետները հաստատում են, որ կոֆեինը և այլ խթանիչ նյութերը չպետք է օգտագործվեն երեխաների և դեռահասների կողմից։ Այժմ կոֆեինի մասին։ Մի քիչ մաթեմատիկա։ Էներգետիկ ըմպելիքների ստանդարտ չափաբաժինը 230 գրամը պարունակում է 80-ից 150 մգ կոֆեին, երբեմն նույնիսկ ավել։ Միջինում առողջ դեռահասների համար կոֆեինի թույլատրելի քանակը 1 կգ քաշի հաշվարկով կազմում է 2,5 մգ։ Այսպիսով, 40 կգ քաշ ունեցող դեռահասի համար կոֆեինի առավելագույն թույլատրելի քանակը 100 մգ-ն է, որը մեծամասամբ գերազանցվում է էներգետիկ ըմպելիքներ օգտագործողների կողմից։ Ուշադրություն, դուք գերազանցեցիք կոֆեինի թույլատրելի չափաքանակը։ Իսկ ես չէի մտածել, որ կոֆեինի քանակն այդքան բարձր է։ Փաստորեն գազի շնորհիվ այդ կոֆեինը մեր օրգանիզմի վրա շատ արագ է ազդում։ Իսկ ես գիտեմ, որ շաքարի քանակն էլ է շատ բարձր, նույնիսկ մինչև 14 թեյի գդալ։ Սա ավելացված շաքար է, որը պետք է սահմանափակել։ Փաստորեն մեջն ինչ քիմիա ասես կա, չէ, չեմ խմում էներգետիկներ, պետք էլ չի։ Հիմա գիտեք, որ ամեն ինչը չէ, որ թրենդային է, օգտակար է։ Ավելի լավ է բնական բաներ, օրինակ ջուր խմենք։ Ընկերուհիս հրաշք սմուզի բաղադրատոմս գիտի, համեղ և օգտակար։